Բարև շանթի եթերում լրատվության ժամը 18 օգոստոսի 3-շաբթի։ Ազգային ժողովում շարունակվել է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Այս պաշտոնի համար Հայաստան խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը եւ ելույթից հետո պատասխանել է հարցերի։ Հարցոպատասխանն առանձնապես չի տարբերվել նախորդ օրերի քննարկումներից, բայց արտահայտությունները համեմատություններ են հնչել, հասել են մինչև Բեն Լադենին։ Նիստը սկսվեց ջերմ մթնոլորտում ազգային ժողովի նախագահը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորեց ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկին, վերջինս խոսք խնդրեց, Ռուբինյանը չմերժեց բացառության կարգով։ Նախ շնորհակալ եմ ու քանի որ իմ ծնունդը համընկնում է մեր առաջնորդի Սամվել Կարապետյանի ծննդյան հետ, օրվա հետ, ուզում եմ շնորհավորել նաև մեծանուն հային իր ծննդյան օրվա կապակցությամբ։ Եթե իմանար Ռուբինյանը, թե ինչ էր ասելու շնորհակալական խոսքում ընդդիմադիր պատգամավորը, գուցեև ձայն չտրամադրեր։ Դալիճի չծապահարող հատվածից հիշեցում եղավ, թե այսօր նաև ԿՊԱ-ական պատգամավորներից մեկի ծնունդն է։ Պարզվեց սխալ գիտեին, թե գործընկերները, թե քարտուղարությունը, ճիշտը օր ու ամսով գիտեր ազգային ժողովի նախագահը։ Չէ, սխալ է, քարտուղարությունը սխալ գիտի, այսօր Լիպսիմե Գրիգորյանի ծննդյան օրը չի, բայց մյուս ամսվա 18-ին է, հիշեք, որ շնորհավորեք, իրան էլ ձայն կտամ, տեսնեմ ինքը ում ծնունդն է ուզում շնորհավորել իր ծննդյան օրը։ Ծնունդներից հետո Գեղամ Մանուկյանը, ով երեկ ներկայացրել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Լիլիթ Գալստյանի կենսագրությունը, պատասխանեց հարցերի։ Արայք Հարությունյանը հիշեցրեց, որ կենսագրականի մեջ մի բան բաց է թողել, այն որ Լիլիթ Գալստյանը ժամանակին եղել է Կոմսոմոլի քարտուղար։ Արտառոց ոչինչ չկա, այն ժամանակ դա նորմալ էր։ Եթե դուք ավելի շուտ ծնված լինեիք, գուցե դուք էլ դառնայիք Կոմսոմոլի քարտուղար, պատասխանեց Մանուկյանը։ Հետո մեղադրեց իշխանություններին, թե ինչպես խոստումներին հակառակ բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահների պաշտոնները զբաղեցրեցին։ Արայք Հարությունյանը հակադարձեց, թե Կոմսոմոլ ՀՇԱ-ականների ու հանրապետականների տեսքով եղել է նաև 90-ականներին, բայց ինքը չի անդամակցել, իսկ մեղադրանքի մասով մի անեկդոտ պատմեց հարբած տղամարդու եւ տգեղ կնոջ մասին։ Կներեք էլ այս գենդերային անեկդոտի համար, բայց պետքա պատմեմ։ Ասում է դու հարբած ես, ասում է բայց դու գեշ ես։ Ասում է դու հարբած ես, բայց դու գեշ ես։ Երրորդ անգամ երբ որ ասում է ես կոյաղանամ, բայց դու տենց գեշել կմնաս։ Հիմա մենք մեր սխալները ընդունում ենք, նույն բուհերի հետ կապված 2029 թվականին այդ հարցը վերջնականապես կլուծվի, բայց դուք նույն ձև գեշել կմնաք։ Ազգային ժողովի նախագահը խորհուրդ տվեց անեկդոտով պատասխանել, Մանուկյանը ասաց, թե շատ ավելի լուրջ է պատասխանելու։ Ձեր 8 տարվա համար դուք ամեն օր ասում եք այո, սխալվել եմ։ Արցախի հարցում սխալվել եմ, այդ հարցում սխալվել եմ, այն հարցում սխալվել եմ։ Ամեն անգամ ասի վայ ականջի ծայրից կդրել ենք, կներեք, մյուս անգամ չենք կդրի։ Հետո ասեք մյուս ականջին։ Որփի գլուխ չի ես երկիրը։ Դրա համար ենք ասում գնացեք։ Շնորհակալ եմ։ Բայց նոր ենք եկել, պարոն Մանուկյան, ուր գնանք։ Ամբիոնին մոտեցավ Լիլիթ Գալստյանը, խոսեց տարբեր հարցերից, հանրադարձավ նաև ազգային ժողովի ցածր վարկանիշին, նշելով, որ դրա հիմնական մեղավորը իշխող քաղաքական ուժն է, ավելի պատկերավոր խոսքի համար երաժշտական տերմիններ պետք է կան։ Դուք դիրիժորն եք, հասկանում եք, կամերտոնը։ Համեմատության մեկ ուրիշ տիրույթ տեղափոխվեց հարց ու պատասխանը, երբ Վահագն Ալեքսանյանը անդրադարձավ Արթուր Սարգսյանի հետ կապված ընդդիմադիրների պարբերաբար հնչեցվող խոսքին։ Քանի որ ձեր գործընկերոջը Արթուր Սարգսյանին, Վազգեն Գալստանյանին եւ մյուսներին արդար եք անվանում, որոնք դատվում են տերորիզմի նախապատրաստության գործով, որ Ուսամա Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, արդար անվանելու էիք։ Լիլիթ Գալստյանը անմիջապես չպատասխանեց, փոխխոսնակի ազգանուններ մոռացել կամ այդպես ցույց տվեց։ Պարոն Ալեքսանյան, Տիկին Ալեքսանյան, այո, պարոն Ալեքսանյան։ Համեմատությունը բացարձակապես կոռեկտ չէ, նույնիսկ վիրավորական է փոխխոսնակի ազգանունը մտաբերելուց հետո ասաց Լիլիթ Գալստյանը։ Դուք նաև վիրավորում եք ինձ որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր, հավատացյալի։ Իմ կրոնական զգացմունքներն էլ օրինակ դրանից են վիրավորվում, Տիկին Գալստյան, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրեն պահում է ջիհադիստի պես։ Իմիջիայլոց Ուսամա Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել են
գրեթե 3000 մարդ, իսկ քաղաքացիական պայմանագրի իշխանության վարած քաղաքականության արդյունքում զոհվել է դրանից մոտ 2000 ավել մարդ։ Ուսամա Բեն Լադենին սպանել են ու շպրտել են մի տեղ օվկիանոսում առանց գերեզման թողնելով։ Քաղաքացիական պայմանագիրը մինչև հիմա իշխանության է։ Ուզում եմ հիշեցնել, որ նույնիսկ Ուսամա Բեն Լադենի զուգարանում սպանված ընդդիմախոսի մարմին չեն գտել, իսկ Ռոբերտ Քոչյանը դեռ ազատության մեջ է։ Փոխադարձ մեղադրանքները շարունակվեցին, ԿՊԱ-ական Լիլիթ Ստեփանյանը հիշեցրեց 100 մահապարտների մասին պատմությունը։ Ձեր մյուս թիմակիցը նշում էր, որ այս իշխանություններից ազատվելու համար մեզ պետք են ընդամենը 100 մահապարտ։ Ուզում եմ հասկանալ օրինակ այս արտահայտությունը, այս հայտարարությունը որքանով է տեղավորվում իրավական գործիքակազմի մեջ։ Երբ որ Վազգեն Սարգսյանը մահապարտների ջոկատի մաս գաղափարը բարձրացրեց, բնականաբար բնականաբար նկատի ուներ, հիմա զուգահեռները կանեմ, հայրենիքի փրկության, ազատագրման եւ այլն այդ բոլոր թեմաները։ Եվ այս կոնտեքստում, այդ մահապարտի կոնտեքստը ուղղակի պետք չի նյութականացնել եւ վարք, ասենք թե սպանության եւ այլնի վարքի վրա պրոյեկտել մահապարտի գաղափարը հայրենիքի գաղափարին, պետության գաղափարին նվիրվելու գաղափարն է։ Տիկին Գալստյան, ձեր դաշնակցական գործընկերը 100 մահապարտ հավաքագրում էր, որպեսզի իշխանությանը հեռացնի, վարչապետին հեռացնի։ Հայրենիքի փրկման հետ մի համեմատեք ձեր գործընկերոջ հավաքագրած մահապարտներին, եւ բայց ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ ձեզ այդպես էլ չհաջողվեց մահապարտների հավաքագրել, այս առիթով ուրախ եմ։ Ելույթների ժամանակ շատ խոսվեց նաև գերիների մասին։ Ընդդիմությունը դարձյալ մեղադրում էր իշխանությանը անգործության մեջ։ Ընդդիմադիրներին պատասխանեց Նազելի Բաղդասարյանը, հիշեցնելով շուրջ 200 գերիների վերադարձի մասին։ Տիկին Գալստյան, ասում եք չեմ հիշում 2 տարի առաջ էին վերադարձել գերիները, վերջինը այս տարի հունվարին է եղել։ Ես օրերը անգիր եմ հիշում։ Որովհետև հատկապես Խծաբերդի ու հին թաղերի վերադարձած յուրաքանչյուր անձի դիմավորել եմ ինքս օդանավակայանում։ Չեմ խոսել, կամերաների առաջ չեմ ասել, էմոցիոնալ ծանր է եղել։ Երբ որ հարազատները առաջին իմ հեռախոսով են խոսել իրենց հետ։ Դժվար է ինձ խոսել այս թեմայով։ Որովհետև եղել է լուր աշխատանք, երբ որ դուք պարզապես ամբիոններից ելույթ եք ունեցել, սա մարդկանց ճակատագիր է։ Գնացեք Շիրակ եւ 62 վերադարձած գերիների հարազատների հետ խոսեք ինչպես է եղել, ինչ գործընթաց է եղել։ Հիմա եկել ստեղ ամբիոններից ելույթ եք ունենում։ Ի վերջո Տիկին Բաղդասարյանի քաղաքական թիմի եւ նրա ղեկավարի իրականացրած գործողությունների կամ անգործության հետևանքով է, որ մեր տղաները հայտնվել են Բաքվի բանտում։ Հիմա եկել ում եք ինչ ասում։ Կրկնում եմ ձեր գործողությունների եւ նաեւ ձեր անգործության բերումով է, որ մեր հայրենակիցները հայտնվել են Բաքվի բանտում։ Խմբակցությունների անունից եւ Լիլիթ Գալստյանի ամփոփիչ ելույթից հետո հարցի քննարկումը ավարտվեց։ Խորհրդարանը անցավ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը։ Տեխնացուն այստեղ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանն է։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Երբ է ավարտվելու Գյումրիի Շիրակացի փողոցի կապիտալ ասֆալտապատումը եւ երբ է սկսվելու անի ավստրիական թաղամասերում վզեպ ծրագրով փողոցների հիմնանորոգումը։ Շինարարության ժամկետների, ճանապարհաշինական ընթացիկ ու սպասվող ծրագրերին է անդրադարձել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Դավիթ Խուդատյանը շրջել է այն փողոցներում եւ մանկապարտեզներում, որոնք վերանորոգվում են սուբվենցիոն եւ պետական միջոցներով։ Շինարարական ակտիվությունը Շիրակացի փողոցում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վստահեցրեց, որ իր այցով չէ պայմանավորված եւ որ մեկ ամիս է աշխատանքի ծավալներն այստեղ ավելացել են։ Իսկ շինարարական տեմպերը դանդաղել էին փողոցով անցնող կոյուղատար ցանցը փոխելու պատճառով։ Տակը ճանապարհի ներքևում կան ենթակառուցվածքներ, կոյուղի, ջրագծեր, հաճախ նաեւ գազամատակարարման ցանց է անցկացված, որոնք խորհրդային միություններում այդ ժամանակներում են անցկացվել եւ հասկանալի է, որ հիմա դրանք եւս ենթակա են փոխման ճանապարհի հիմնանորոգումից առաջ։ Շիրակացին համարվում է միջպետական նշանակության փողոց, որի 2.5 կիլոմետրի հիմնանորոգման համար մի քանի ամիս է այն փակ է տրանսպորտային միջոցների համար, որոնք հիմնականում ծանրաքաշ են եւ Վրաստանից Բավրայի սահմանով են մտնում Գյումրի։ Ներքաղաքային տրանսպորտը փակ լինելու պատճառով շրջանցում է փողոցը։
Նախարարը ժամկետ նշեց, որ մոտ 10 օրից առաջին շերտով ասֆալտ կլինի, իսկ եթե եղանակային պայմանները թույլ չտան, ասֆալտապատման վերին շերտը կմնա հաջորդ տարի։ Փորձելու ենք ձգտել նաև վերին շերտը ամբողջությամբ տեղադրել, իսկ եթե եղանակային ու ամենայնիվ խոչընդոտող հանգամանք դառնա, առնվազն ներքին շերտը ավարտած կլինենք, դրանով այս անհարմարության զգալի մասը այլևս կմնա անցյալում։ Շիրակացի փողոցից բացի հաջորդ եւ յուրաքանչյուր տարի Գյումրիում 25 կիլոմետր ճանապարհի նորոգում եւ հիմնանորոգում է նախատեսվում։ Այս տարի 15 կիլոմետր ճանապարհահատվածի միջին նորոգման ծրագիր եւս կա։ Դեռ շինմրցույթ են հայտարարելու։ Ամբողջական արդեն փաթեթն ունենք, գիտենք, որ փողոցներն են արվելու է 15 կիլոմետր, միջին նորոգումները նաև 25, ինչպես նշվեց, 25 կիլոմետրն ենք, գիտենք, որ փողոցներն են, մենք քննարկում ենք այդ 15 կիլոմետր միջին նորոգման աշխատանքները ոնց ենք սկսելու, որ էլի, որտեղ սուբվենցիոն ծրագրերով եւս 39 փողոցների շինարարությունը սկսվել, որ կոնե հնարավոր լինի երթևեկությունը ապահովել։ Գյումրիում մեծ մասամբ փողոցաշինական են նաև սուբվենցիոն ծրագրերը, որտեղ իր ներդրումն ունի քաղաքային բյուջեն։ Նորոգվող տասնյակ փողոցները նախորդ տարիներից անավարտ մնացած սուբվենցիաներն են, որոնց շինարարության տեմպերը դանդաղ են։ Ըստ նախարարի պատճառն այն է, որ շինմրցույթներում միշտ նույն շինկազմակերպություններն են հաղթում։ Ստեղծվել է իրավիճակ, երբ որ 27 փողոցի շինարարական աշխատանքների մրցույթում հաղթող են ճանաչվել ընդամենը 2 կազմակերպություններ, եւ մենք ճանապարհն էլ Մարսպետ Արուշանյանի հետ քննարկում ենք մեր հետագա ծրագրերում այն տրամաբանության մեջ մրցութային գործընթացը կազմակերպենք, որ հնարավորինս շատ լոտեր դրվեն մրցույթի եւ հնարավորինս տարբեր եւ մեծ կարողություններ ունեցող շինարարներ մասնակցեն։ Իսկ խնդիրները առաջանում են քաղաքային իշխանության կառավարության հետ չհամակարգված աշխատանքի պատճառով, նշեց նախարարը, հավելելով, որ պատրաստվում են Գյումրիում ընտրություններով քաղաքային իշխանությունը վերցնելուն։ Մենք ցանկացած հաջորդ պահի պատրաստվում ենք Գյումրիում ընտրություններով իշխանություն, քաղաքային իշխանությունը վերցնել, որովհետև այն բարձրացած խնդիրները, որոնց մասին ասացիք, դրանց զգալի մասը կապված է նաև համայնքային իշխանությունների կառավարության հետ ոչ համակարգված աշխատանքի մասով, ակնհայտ է, որ խզում կա։ Խզումը կա, բայց նախարարը շեշտեց, որ դրանով հանդերձ փորձում են Գյումրիում չկանգնեցնել մեծ ծավալի շինարարական աշխատանքները։ Մեծ ծավալի շինարարություն ասելով նկատի ուներ նաև Ուզեբի վարկային ծրագրով անի եւ ավստրիական թաղամասերի փողոցների հիմնանորոգումը, որը նախագծային փուլում է դեռ։ Այս հարցի շուրջ էր Մարզպետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությունը։ Նախագծման կտորը, եթե կարճ ասենք, երբ ենք պլանավորում ավարտել։ Մենք ամբողջը սեպտեմբերի վերջ կվերջացնենք։ Դրանից հետո մեզ պետք է լինելու փորձակնություն նախագծի, որը ենթադրում է նաև շմակ։ Այսինքն, եթե սեպտեմբերի 30-ին ասու հաջողությամբ սա լավ ստացվի տակ, նոյեմբերի վերջ մենք ունենք։ Նոյեմբերի վերջ կարելի է մրցույթ հայտարարել։ Շինարարության։ Ըստ հաշվարկների նոյեմբերի վերջին միայն շինարարի մրցույթին հերթ կհասնի, բայց միջազգային ընթացակարգերով 2-ից 2.5 ամիս էլ այդ գործընթացը կտևի։ Ըստ այդմ հավանաբար շինարարությունը սկսելու ամիսը կսկսվի մայիսին։ Հույսեր կան, որ նույն ժամկետում նաև կապսի ջրամբարի կառուցումը կվերսկսեն։ Նախկին շինարարի չինական կազմակերպության հետ պայմանագիրը խզված է։ Միջազգային ընթացակարգերով նոր նախագիծ է պատվիրել կառավարությունը։ Նախագիծը պատրաստ լինելուն պես միջազգային ընթացակարգերին համապատասխան կդրվի մրցույթի եւ ես հույս ունեմ եւ վստահ եմ, որ մենք մյուս տարվա սկիզբ այնտեղ շինարար կունենանք եւ արդեն շինաշխատանքները կսկսվեն։ Իսկ ինչ փուլում է հեծի պետականացման գործընթացը, արդյոք կառավարությունը գտել է նոր օպերատոր, որին եւ հանձնելու է հեծի հետագա շահագործումը։ Մենք քննարկում ենք օպերատոր ներգրավելու հարցը, այն տրամաբանության, որ պետությունը այնտեղ կպահպանի որոշակի բաժնեմաս, որը մեզ հնարավորություն կտա կառավարման որպես կրիտիկական նշանակության ենթակառուցված կառավարման process-ներում մանդատ ունենալ եւ մաս կազմել։ Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման գործընթացի ավարտից հետո կարող են քննարկել կարևոր նշանակության կառույցում պատշաճ ծառայություններ մատուցող միջազգային օպերատորների ներգրավելու տարբերակները, հայտնեց նախարարը։ Մարինե Տերբինյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Նախարարն անդրադարձել է նաև Հարավ-Կովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման հնարավոր փոփոխությանը հայ-թուրքական սահմանի վերաբացման շուրջ քննարկումներին։ Խոսելով Գյումրի-Կարս երկաթուղու շահագործման ուղղությամբ սպասվող աշխատանքների, նշել է, որ ստրատեգիական նշանակության երկաթուղու այդ հատվածը վերագործարկելու համար վերականգնման նախագծի միջազգային մրցույթ է լինելու։ Հայ-թուրքական պայմանավորվածությունների շարքից է նաև պատմական Անիի կամրջի վերականգնումը։ Գյումրի-Կարսը միջազգային մրցույթ է լինելու։
շինարարական աշխատանք, նախագծման աշխատանքների մասով միջազգային մրցույթ է հայտարարվել, բնականաբար հաշվի առնելով, որ հայաստանյան նախագծող եւ հայաստանյան կառուցող ընկերությունները այս մասշտաբի աշխատանքների իրականացնելու փոխհատուցում են, ինչպես կամուրջների դեպքում, ինչպես թունելների դեպքում, երկաթուղու դեպքում էլ մենք գնում ենք սովորաբար միջազգային մրցույթներ իրականացնելու ճանապարհով, մեզ համար երկաթուղին էլի առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածք է, մենք այնտեղ որոշակի հատվածներում հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներ ենք պլանավորում, աղբորիկի հատվածի մասով նախագծման աշխատանքների մրցութային գործընթաց ենք հայտարարել, Հանի կամուրջի մասով Թուրքիայի գործընկերների հետ քննարկում է եղել, այնտեղ գրեթե ավարտակարգվում են արդեն պայմանավորվածությունները եւ Հանի կամուրջը հնարավորինս կարճ ժամանակում այնտեղ աշխատանքները կմեկնարկեն Սրա մասին նաև վերջերս իմ եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ տուրարողի հետ հանդիպման ժամանակ ենք քննարկել այս մասով գրեթե շինարարությանը մոտ փուլում ենք։ Հանրակրթության ոլորտում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, այսօր հերթը Շիրակի մարզիններ։ Դպրոցներում նոր չափորոշիչների կիրառման, դասագրքերի բաշխման, ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցերն են եղել օրակարգում։ Մարզի դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Խորհրդակցությունից առաջ մասնակիցներին կրթական էքսպոյի ցուցադրություններ սպասվում։ Մարզի 11 դպրոցների աշակերտները տաղավարներում ներկայացրին անցած ուսումնական տարվա ընթացքում կատարած նախագծային աշխատանքները։ Ցուցահանդեսը նաև նոր չափորոշիչների ներդրման արդյունքում ձևավորվող միջառարկայական կապերի եւ համագործակցային ուսուցման օրինակ է։ Երբ որ ստեղծվեց արդեն մեր ինտենսիվ այգին, միտք առաջացավ ունենալու խմբակ ավելի շատ տեղեկացված լինելու այգու մասին եւ տեղեկանալու թե ինչի մասին է եւ ընդհանրապես ինչ օգուտներ կարող են քաղել հենց մեր դպրոցում ինտենսիվ այգի ունենալով։ Երեխաները ոչ միայն տեսական գիտելիքներ ունեն, նաև գործնական։ Երեխաները կոմպոստ են պատրաստել, իրանց շատ հետաքրքիր էր, որ այդ սնունդը, այդ կեղևը, չորացրած խոտը իրանք կարող են օգտակար բան անել եւ մեր հողը պարարտացնել բնական պարարտանյութով, ոչ թե արհեստական պարարտանյութերով։ Նախագծային աշխատանքը դպրոցում արդեն ոչ միայն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, այլև նոր չափորոշիչային գործիքներից մեկը։ Թեև նոր կրթական բաղադրիչներն արդեն 3-րդ տարին են կիրառվում, դրանց զարգացման եւ կատարելագործման տեղ դեռ կա, եւ միշտ չէ, որ դրանք աշակերտներին տալիս են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնց համար նախատեսված են, նշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը։ Ֆորմալ կողմը արդեն լավ պատկերացնում ենք, որ ուսուցիչը պիտի ղեկավարի, պիտի պլան ունենա, պիտի հանդիպումներ ունենա, պիտի ինչ-որ բան ստանան արդյունքում, բայց թե այդ ամեն ինչի արդյունքում երեխան ինչ սովորեց, դրա վրա շատ քիչ են կենտրոնանում իմ խորին համոզմամբ, որովհետև նույնիսկ եթե երեխան ինչ-որ բան պատմում է, ցույց է տալիս իր նախագծի շրջանակում, այդ նույն թեմային վերաբերող 1 կամ 2 հարց տալու դեպքում համոզվում ես, որ երեխան օրքային չի տիրապետում այդ թեմային։ Նախարարի տեղակալը նույն խնդիրներն է արձանագրում նաև դպրոցներում գործող տարբեր խմբակների դեպքում։ Ըստ Արաքսիա Սվաջյանի, ներկայում մշակվում է խմբակների նոր մոդել, որի արդյունքում դպրոցներում կներդրվեն առավել նպատակային եւ արդյունավետ ծրագրեր։ Իսկ նոր չափորոշիչներով մեկ նոր առարկա է ավելանում առողջ ապրելակերպ եւ եւս մեկը վերանվանվում։ Վերանվանվողը անվտանգ կենսագործունեություն առարկան է, նախնական զինվորական պատրաստվածության վերափոխված տարբերակը։ Այն աշակերտներին կսովորեցնի ոչ միայն պատերազմական, այլև տարբեր արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություններ։ 5-րդ դասարանի աշակերտները վերանվանված առարկայի դասագրքից բացի կունենան նաև աշխատանքային տետր, որի համար կվճարեն ծնողները։ Ինչպես ներկայում են ծնողները վճարում դասագրքի համար որոշակի գումար, այդ նույն տրամաբանությամբ նաև անվտանգ կենսագործունեության տետրերի համար են վճարելու, առաջիկայում կտպագրվի եւ կպաշտվի տետրերը դպրոցներին 5-րդ դասարանում, իսկ 10-րդ դասարանում միայն ձեռնարկներն են լինելու եւ աշխատանքային տետր չի ակնկալվում, որ կլինի։ Նոր ուսումնական տարում եւս դպրոցները դասագրքերի հասանելիության խնդիրներ կունենան։ Որոշ առարկաների, հատկապես ավագ դասարանների դեպքում նոր դասագրքեր դեռ չկան։ Խոսքը քիմիա, կենսաբանություն եւ Հայաստանի պատմություն առարկաների մասին է։ Քիմիայի կենսաբանություն առարկաներից հայտեր չեն եղել նույնիսկ, իսկ Հայաստանի պատմություն առարկայից 2 գիրք ստացել ենք, բայց 2-ն էլ չեն երաշխավորվել, որովհետև շատ թույլ գրքեր էին։ Շարունակում ենք աշխատանքի այս ուղղությամբ, բնագիտական առարկաների հետ կապված Քեմբրիջի համալսարանի հետ ենք աշխատում, որպեսզի ավագ դասարանների դասագրքերը միջազգային հաստատված դասագրքեր բերենք, համապատասխանեցնենք մեր չափորոշիչին։ Նախարարի տեղակալը մտահոգիչ ցուցանիշներ է արձանագրում դպրոցների արտաքին գնահատման համակարգի օբյեկտիվության հարցում։
Հանրապետության միջին արդյունքը կազմել է 6.65, իսկ Շիրակի մարզինը 6.63 միավոր։ 10 միավոր է ստացել աշակերտների ընդամենը 1.3%-ը, իսկ 762 աշակերտ 1-ից 3 միավոր։ Մնացածը գնահատվել է 4-ից 7 միավոր։ Մենք ինքներս նախարարության վարչությունը, կզնակի մեր գործընկերները տարբեր դպրոցներում են եղել եւ ունեցել են իրավիճակ, երբ մի դպրոցի մի դասարանում ծայրից ծայր նախարարության աշխատակիցը կանգնած է եղել, մյուս դասարանի արդյունքները ավելի բարձր են եղել, քան այն դասարանինը, որտեղ մենք կանգնած ենք եղել։ Նոր ուսումնական տարվանից դպրոցների բովանդակային կառավարումն անցնում է նախարարությանը, իսկ վարչատնտեսական կառավարումը մարզպետարաններին։ Սա հավելյալ ծավալ է առաջացնում նախարարության համար, բայց այստեղ կարևորը աշխատանքի ծավալը չի, այլ աշխատանքի արդյունավետությունն է եւ հետայսու էլ շարունակվելու է նույն ձևաչափով իրականացվել, միայն նշանակումը հարցազրույցի անցնելուց հետո, մրցույթը հաղթահարելուց հետո տեղի էր ունենում մարզպետի հրամանով, ներկայումս տնօրենին է տեղի կունենա նախարարի հրամանով, իսկ վարչատնտեսական համակարգողինը մարզպետի հրամանով։ Մինչև հունվարի 1-ը աշխատավարձերը կփոխանցվեն մարզպետարանների միջոցով, որից հետո գործընթացը կիրականացվի նախարարության անմիջական կազմակերպմամբ։ Նոր ուսումնական տարում մարզի գյուղական բնակավայրերում կունենանք նաև միավորվող դպրոցներ։ Կլաստերային մոդելով դպրոցաշինությունը մարզում դեռ շարունակվում է։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Մոսկվան եւ Մերձմոսկովյան շրջանը գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պնդմամբ միայն Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել ավելի քան 620 անօդաչու։ Սոբյանինը նշել է, որ դրանցից 180-ը խոցվել է Մոսկվայի տարածաշրջանում։ Քաղաքապետը չի հայտնել արդյոք հարձակման հետևանքով կան տուժածներ։ Նա միայն նշել է, որ անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատել են արտակարգ ծառայություններ։ Սոբյանինը հարձակումն անվանել է վերջին 2 տարվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ իրականացված ամենախոշոր փորձը։ Անօդաչուների սպառնալիքի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել են Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ այս փուլում Իրանը պատրաստակամություն չի ցուցաբերում ընդունելու ամերիկյան կողմի հակամարտությունը դադարեցնելու պայմանները։ Դոնալդ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը չի ձգտում երկարաձգել Թեհրանի հետ կնքված փոխըմբռնման ուշագիրը։ Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, թե դրական է վերաբերվում անցած շաբաթ իր առաջ քաշած Հորմուսի նեղուցը ամերիկյան տարածք հայտարարելու գաղափարին։ Թրամփի խոսքերով ամերիկյան ուժերը վերահսկում են նեղուցը շրջափակման միջոցով։ Նա նաև կրկնել է, որ նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, բացառությամբ Իրանից եկող նավերի։ Թրամփը հավելել է, որ նավթի գինը նվազում է, կշարունակի նվազել, եթե միայն Միացյալ Նահանգները չորոշի շատ ավելի արմատական ինչ-որ բան անել։ Նա սակայն չի հստակեցրել, թե խոսքն ինչի մասին է։ Այժմ լրատվամիջոցում այսքանը, հետևեք նորությունների մեր հաջորդ թողարկումներում։